Арик Назарян живет с Родиной в душе. Родина для него – это образ жизни и источник вдохновения, внутренняя свобода. Он живет и творит во имя Родины, а когда было нужно, он сражался за нее с оружием в руках. Ես այս երկրում փայատեր եմ, կոպիտ ասած, իմ ծնունդով, ես գնամ, ում թողեմ իմ փայը։ Ինքը հենց վառ ներկայացուցիչ է ինտելիգենցիայի, որոնք որ չէին կարող կողքով անցնել կամ անտեսել կատարվող բաներ, պատերազմը եւ ինքը հենց առաջի շարքերում էր այն մարդկանց, ովքեր որ գնացել են պատերազմել։ Երևի այդ մարդկանցից է կազմված ճակատային գիծը մեր հայության։ Թե պատերազմի տարիներին, թե դրանից առաջ ու թե դրանից հետո նույն տեսակի տենց հանգիստ քաջությամբ գործող մարդկանցից է։ Հենց Արեգ Նազարյանի նման զինվորներն էին, որ իրոք թողեցին հետք, իրոք ունեցան հաղթանակ։ Արեգ Նազարյան, ազատամարտիկ, ռոք երաժիշտ եւ նավաստի, մարզիկ եւ արվեստագետ, հայկական ամենահայտնի ռոք խմբերից մեկի Ոստան հայոցի հիմնադիր, բազմաթիվ երգերի եւ 2 ռոք օպերայի հեղինակ, տասնյակ ֆիլմերի ռեժիսոր, Կիլիկիա նավի նավապետի օգնական, Հայաստանի անկախության բանակի մարտիկ։ Այն մարդկանցից է, որ եթե մի բան ասում ես իրան եւ ինքը ասել է այո, վերցրել է այդ գործը իր վրա, մինչև վերջ դու կարող ես մոռանալ այդ գործի մասին, որովհետև գործը հասցված կլինի մինչև վերջ։ Այն տղաներից է, որ միշտ պայքարի մեջ է եւ պայքարի ալիքի վրա է նստած։ Անդադար ընկեր, անդադար հայրիկ, անդադար հայ։ Հայ ազգային ազատագրական շարժման երախտավորներից է ու դա սկսվել է մի քիչ ավելի վաղուց, քան իրականում ասենք ռազմական գործողությունների հասավ այդ ամեն ինչը։ Ինքը իր մեջ շատ մեծ արվեստ ունի ու շատ մեծ идеяներ ունի։ Родители дали ему редкое в те годы древнее армянское имя – Арек, солнце. Нести светом и тепло стало смыслом жизни Арига Назаряна. Ուրախ եմ, քանի որ այդպիսի դպրոց պիտի անցնի յուրաքանչյուր երիտասարդը, եթե իր հայրենիքը պիսի տագնապալի վիճակում է։ Արեգը ծնվել է 1964 թվականին Երևանցի տոհմիկ մտավորականների ընտանիքում։ Հայրը Արմեն Նազարյանը, գիտնական է, լազերային ֆիզիկոս, մայրը Գայանե Քոլոզյանը, երաժշտագետ եւ երաժշտության դասատու, համաշխարհային եւ հայկական դասական երաժշտության գիտակ։ Մեր ընտանիքում երբեք չի բարձրաձայնվել հայրենասիրական թեմաները, բայց ընդհանուր ոգին ընտանիքում այնպիսին էր, որ լրակյաց դա ներարկվում էր։ Քնստենքյան ստացվեց դաստիարակված, լավ վարվեցողությամբ, բավականին զարգացած, կարդացած եւ հայրենասեր։ Родители учили Арига не просто гордиться своими предками, но быть достойным продолжателем их дела, а значит, любить свой народ и свою Армению. В их доме частыми гостями были виднейшие представители армянской интеллигенции. И среди них будущие герои Арцахской войны Леонид Ազգալդյան и Александр Tamanyan. Անշուշտ իմ հայրենասիրության հարցում նաև մեծ դեր է խաղացել պատասխանատվությունը իմ նախնիների նկատմամբ։ Իմ հայրիկի ընկերներն էին, ասենք Լեոնիդ Ազգալդյան, Ալեքսանդր Թամանյանը, որոնց հետ ես բախտի բերումով դարձա մարտական ընկեր։ Արեգի ծնողները որդուն ուսման տվեցին ոչ թե այն ժամանակ հեղինակություն վայելող որևէ ռուսական, այլ շարքային հայկական դպրոց։ Արեգն անհագորեն կլանում էր շրջակա աշխարհի մասին գիտելիքները, եւ ինչքան շատ էր ճանաչում աշխարհը, այնքան շատ էր սիրում իր Հայաստանը։ Աշխարհի գեղեցկությունն ու հարստությունն ըմբռնել նրան օգնում էին երաժշտության եւ գեղանկարչության պարապմունքները։ Մայրիկիս կողմից տատիկս կեսով գերմանուհի էր, կեսով իռլանդուհի, բայց հետաքրքիրն այն է, որ հենց ինքը պնդեց, որ ես պիտի гнամ հայկական դպրոց։ Ես գնացի հասարակ շարքային մեր կողքի դպրոցը համար 29։ Арик с юных лет был нетерпим к малейшей несправедливости и фальши. Это проявление честности и внутренней свободы принимали за своенравность. В поисках правды и самого себя ему пришлось поменять несколько школ, а потом и вузов. Մի քիչ ըմբոստ էր
եւ չէր համակերպվում, նույնիսկ փոքրուց չէր համակերպվում, ոչ մի անարդարության հետ չէր հաշտվում, այն ամենայն լավ էր սովորում։ Արեգն իր ուժերը փորձեց եւ Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում եւ Մանկավարժական ինստիտուտի կինոյի եւ լուսանկարչության բաժնում, իսկ իր տեղը գտավ ռոք երաժշտության մեջ։ Այդ երաժշտությունն արտացոլում էր նրա խռովահույս բնավորությունը, ազատության նկատմամբ ձգտումը եւ նույնիսկ հայրենիքի հանդեպ սերը։ Ոստան հայոց ռոք խումբը թերևս առաջինը հարստացրեց իր երաժշտությունը հայկական ազգային մոտիվներով եւ դարձավ ամենասիրելիներից մեկը Հայաստանում։ Արեգն էլ իհարկե փոքրուց լսել է եւ լավ գիտեր դասական երաժշտությունը, բայց այդ ռոք երաժշտությունը գրավեց իրեն։ Ըստ երևույթին դա այն պատճառով էր, որ դա եւս ժամանակ մի բողոքի ձև էր այդ կանոնար կարգի դեմ, մարդկային անարդարության դեմ, ճնշման դեմ։ 7-8 տարեկանից սկսել եմ այդ երաժշտությունը լսել, իսկ արդեն 12 տարեկանից սկսեցի նվագել։ Սկզբից չէի հասկանում ինչ պիտի անենք, հետո մեր թմկահարը Աշոտ Աղաջյան, որը հիմա Բելգիայում է, ասեց դե ազգային էլեմենտ պետք է լինի դրա մեջ։ Կոմիտաս շատ էի ուսումնասիրել եւ սկսեցի մշակել, գրել երաժշտություն եւ այդպես ծնվեց Ոստան հայոցը։ Ի սկզբանե ասենք գիտենք մենք ինչ ենք ուզում ասենք։ Ինչ ենք ուզում ասենք մեր հասարակությանը։ Այն երգերը, որոնք ընտրվեցին ու կատարում են մինչև հիմա ու սիրված են մինչև հիմա, ամենաջահել նույնիսկ սերունդներից։ Բոլորը խոսում էին նրա մասին, թե ովքեր ենք մենք, ինչ ենք ունեցել, ինչ ենք կորցրել, ինչ հետ պիտի բերվի։ Ոստան հայոցով ապրել ենք։ А еще стремление Арега к свободе, движению и новизне нашло свое отражение в спорте. Он занялся мало кому известным в те годы видом парусного спорта – виндсерфингом, и стал в нем одним из первых мастеров спорта. 80-ականների սկզբին սկսել էի զբաղվել վինդսերֆինգով, հետագայում դարձա ԽՍՀՄ սպորտի վարպետ։ Այդ գործում ինձ համար ծովը ամեն ինչ էր։ Արեգը Հայաստանը սիրում էր ինքնամոռացության աստիճանի։ Նմանուկ հասակից տարված ուսումնասիրում էր ոչ միայն պատմությունն ու մշակույթը, այլև հայրենի հողի յուրաքանչյուր թիզը։ Իր երկրի գեղեցկությունը հաղորդելու համար նա յուրացրեց լուսանկարչական արվեստը։ Ես միշտ սիրել եմ քայլել, տեսնել վայրեր, ոտատակ եմ տվել ամբողջ Հայաստանը։ Իսկ հայրենիք սիրելը սկսում է ոտքով քայլելուց։ Մինչև ամեն քարոթուփ չճանաչես քո հայրենիքում, չես կարող սիրել։ Կուրսում կային, ասենք, մեզնից մի քանի տարի մեծ տերկումից, ասենք, մենք շատ բան ենք սովորել, մասնավորապես Արեգից։ Ասենք, դե անունը ուստա վարպետ, վարպետից իսկական թե լուսանկարչության մեջ, թե լուսանկարչությանը մոտեցում, Տեսնելով այն ամենը այն գեղեցկությունը հայրենիքից, որը չես կարող բառերով արտահայտել, ֆիքսում ես, հավերժացնում ես լուսանկարների ձևով։ Когда в 1988 году началось Карабахское движение, мог ли Арег просто переживать и сочувствовать? Стремление арцахца к свободе и справедливости бурей откликнулось в его сердце. Արեգը անպայմանորեն պետք է ներգրաված լիներ այդ ամեն ինչի մեջ։ Ինձ շատ դժվար է ասել, թե ինչ հոգեկան պորտքում ինձ բերեց օպերայի հրապարակ։ Երևի այ հենց ռոք երաժշտությունը ես կասեի, որովհետև դա ազատության արտահայտում էր այդ ժամանակ։ Ինքը չէր կարող նստել, չէր կարող մնալ տանը, որովհետև դա նորմալ ռեակցիա է այդպիսի մարդու։ На митингах в защиту Арцаха Арек оказался рядом с будущим национальным героем Армении Мовсесом Гургисяном. Они уже были знакомы, но здесь, на площади Свободы, их сблизило общее видение будущего Армении и понимание того, что путь к свободе лежит только через независимость и борьбу. Անկախությանը վերաբերվում է ի սկզբանե որպես վերջնանպատակ, ի սկզբանե Լենին պարտիա Գորբաչովը սուտ լոզունգները իմ համար գոյություն չունեին, դրա համար ես հենց այն գլխից Մովսես Գորգեսյանի կողքին էի։ Դա ուղղակի հրաշք էր, վիրուս տրված իր
չգիտեմ, հայ ժողովուրդը երբևէ նույնից կմիաբանվի այդպես, ինչպես այդ ժամանակ էր, հնարավոր չէր զերծ մնալ, ինչ-որ կողքից դիտել։ 1989 թվականի դեկտեմբերի 30-ին Ոստան հայոց խումբը եկավ Խռովահույս Ստեփանակերտ, որպեսզի համերգով քաջալերի արցախցիներին։ Հսկայական քանակի տեխնիկա ունեինք, բավական հարուստ խումբ էինք այդ ժամանակ, ասենք Հայաստանում ոչ ոք այդ տեխնիկան չուներ։ Մեր տեխնիկան, երբ որ տեղափոխում էինք Ղարաբաղ, ինքը կշռում էր 4 անգամ ավելի, քան թե իրական քաշը, որովհետև այդ մեծ տեխնիկայի տուփերի մեջ զենք էր գնում Ղարաբաղ։ Восторгу карабахских зрителей не было границ, и группа осталась и дала второй концерт на местном стадионе. А потом на окраинах города начались столкновения, и музыканты вместе с другими степанакерцами приняли участие в отражении нападения азербайджанцев. Ադրբեջանական միլիցիոներներ հարձակվեցին հենց Ստեփանակերտին Քիփ Փարուխ գյուղ կա։ Պաստորեն մեր մարտական մկրտությունը կարելի է համարել այդ Փարուխի ինքնապաշտպանությունը, որին մասնակցեց Ոստան հայոց խումբը ամբողջությամբ։ Իրադարձություններ տեղի ունեցան հունվարի 2-ին եւ 9-ին ընդհարումներ Ստեփանակերտում, դա իմ առաջի, այսպես ասած, ճակերտավոր մարտական փորձն էր։ Արցախի ուղևորությունից վերադառնալով Արեգն անմիջապես գնաց միտինգի, որտեղ արդեն սկսվել էր առաջին ազատամարտիկների հավաքագրումը։ Արեգը գիտեր, որ Մովսես Գորգիսյանը անկախության բանակ է հավաքում եւ հենց հրապարակից գնաց ազգային ինքնորոշում միավորման շտաբ կամավորական գրվելու։ Այստեղ նա ծանոթացավ անկախության համար պայքարող եւս մեկ նշանավոր մարտիկի Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր եւ անկախության բանակի ղեկավար Աշոտ Նավասարդյանի հետ։ Վերադարձա հունվարի 13-ին, 14-ին հանրահավաքը եղավ Երասխանվանի դեպքերի կապակցությամբ Ու այդ կոչը հնչեց իզեն։ ուսապարկս վերցրեցի, գնացի շտաբ անկախության բանակի։ Ջոկատ ունենք, որը ոնց որ առաջատար ջոկատ լիներ, դա հրամանատար է ջոկատի Մալխասներ, որի ջոկատում ընդգրկված էին մի շարք տղաներ, որոնք բացառիկ տղաներ էին։ Ինձ հարազատ մարդիկ այնտեղ էին, ասենք Մալխասյան Արտուրն իմ ապագա հրամանատարը, Մովսեսը Գորգիսյան։ 19 января в первых же боях Армения понесла тяжелую потерю. Погиб Мовсес Горгисян. Началась настоящая война. И в первых рядах добровольцев оказались многие представители творческой интеллигенции. Չի վախեցել ամենակարևոր, որ ասենք, չի վախեցել իմացել այն չի համար գնում, խիա գնում։ Պետք էր պատերազմ գնալ, ինքը առաջինն էր, որ հանգիստ սուսուփուս առանց ոչ մի բանի գնաց։ Իր մասնագիտությունը երաժիշտ է, ինքը կոմպոզիտոր է, կարար մնար իր այդ ամեն ինչը տեղում շարունակեր, բայց իր համար երևի որոշեց, որ պետք է այդ մոմենտը իր կյանքի մի մասն նվերեր հայրենիքին ու ինքը դա արեց նորմալ վիճակով, գեղեցիկ վիճակով։ Դա բնական էր, որ իմ որդին էլ դե մասնակցեր։ Չնայած մի քիչ էլ մայրական տագնապը կար, որը միշտ ուղեկցել էր։ Արեգի երաժշտի եւ ստեղծագործողի համար, որին խորթ էր ցանկացած բռնություն, հանուն հայրենի հողի մարտնչելը նշանակում էր պայքարել հանուն կյանքի։ Արեգը, որ զինվորական ծառայությունն անցկացրել էր ծովային հետևազորում, պատրաստ էր դրան։ Անկախության բանակի մյուս մարտիկների հետ Արեգը զենք էր հայթայթում, տագնապի դեպքում մեկնում սահմանի ամենավտանգավոր հատվածները, հերթապահում դիրքերում։ Նրա մարտական մկրտությունը կայացավ Վայքի Բարձրունի գյուղի մոտ։ Շատ հայրենիքի հանդեպ սերը հենց միանգամից արվեստագետին այդ գարմոնիայի մեջ է դնում եւ միանգամից ինքը դառնում է պատրաստ ամեն ինչի հայրենիքի համար։ Զենք էին հայթայթում, ինչ որ ճանապարհներով, ինչ որ չգիտեմ, ինչ ատրճանակ կար, որը մեկ հայտնվում էր տանը, մեկ չքվում էր։ Լուր էր գալիս, որ այսինչ սահմանի այսինչ մասում, ասենք, լարվածությունը աճել է եւ օգնության կարիք կա։ Մենք հավաքվում էինք, զինվում էինք, հանում էինք մեր, ոնց որ ասած, քաղաքացիական շորերը, հագնվում էինք ռազմական հանդերձանքը ու նստում էինք մեքենաները ու գնում էինք այդտեղ։ Հենց գնում էր, չէր ասում որ է գնում։ Բնականաբար, բայց տեսնում եմ, եթե գրպանում չի ատրճանակ, ուրեմն ամբողջ գիշեր չի լինելու։ Հիշում եմ առաջի փամփուշտը, որ գլխիս վրայով սուլեց, այդտեղ իմ առաջի վախն էր։ Ուղղակի խնդիրը այդ վախը հաղթահարելու
խնդիրն է։ Փորձ չունենալուց մարդիկ խառնում էին, չէին իմանում ինչ անեին, արել եթե ման չէր իմանում, շատ հանգիստ իմացողից հարցնում էին, միանգամից կողմնորոշվում էր ինչը ոնց։ 1990 թվականի մայիսի 27-ին խորհրդային զորքերը փորձեցին մտնել Երևան եւ ուժով ճնշել ազգային շարժումը։ Այն ինչ կատարվում էր այդ օրը Նուբարաշենի փողոցներում, ավելի շատ իսկական ճակատամարտի էր նման, քան նախկինում պատահած բախումներին։ Զոհվեց 24 հայ կամավորական, սակայն բանակին չհաջողվեց քաղաք մտնել։ Այդ օրը ընդմիշտ մնաց Արեգի հիշողության մեջ։ Համար ամենածանր մարդը Երևանում էր, Երևանի մասիվում սովետական զորքերի հետ։ Ես էլ տեսել եմ ոնց էր ինքը հանգիստ նահանջում մեկ-մեկ իշնում ծնկի վրա ու այդ իրա պուճուրիկ հրացանով կրակում հարցակող տանկերի վրա։ Մայիսի 27-ը մեր համար դարձավ անկախության բանակի օր։ Առաջի զոհերը տվեցին եւ քո երկրից ներսում, քո մայրաքաղաքում սովետական բանակի դեմ ուրեմն պայքարի ժամանակ։ Փոքր դիմադրությունը, բայց կատաղի որոշակի իմաստով սովետական զորքին ցույց տվեց, որ չէ, սա մորթվող жողովուրդ չի։ Потом были Ноемберян и Идживан. И где бы ни сражался Арик, при нем всегда была снайперская винтовка ТОС-18, которую ему вручил Ашот Новосардян. Միշտ հպարտությամբ կրկնում եմ, որ իմ առաջին մարտական զենքը իր անձնական TOS-18-ներ օպտիկայով, ես ահագին ժամանակ այդ զենքով մարտնչեցի, մինչև հիմա այդ զենքը իրանց տանն է, Աշոտը չկա, զենքը կա։ Հիմնական պարտականությունը սնայպեր լինելն է եղել, ուներ այդ տաղանդը, ասենց ասած, էլի։ Ոնց որ ամեն ինչի մեջ ճշգրիտ քիչ ծախսելով ճշգրիտ նշանակետին խփելու հատկությունը ինքը ունի։ Երբեք չէր ասում այ այս արեցի, այ այն արեցի, բայց մարտի դաշտում այդ ամեն ինչը ակնհայտ էր։ 1992 թվականին Արցախում արդեն լայնամասշտաբ պատերազմ էր։ Ապագա Ղարաբաղյան բանակի հիմքերից եւ ղարաբաղցիների հարվածային ուժերից մեկը անկախության բանակի ջոկատներն էին, որոնք աչքի էին ընկնում բարձր կարգապահությամբ ու գերազանց մարտական որակներով։ Ռազմաճակատի ամենադժվար եւ վտանգավոր հատվածներից մեկում Մարտունի շրջանում Արթուր Մալխասյանի հրամանատարությամբ կռվում էր դիպուկահար Արեգ Նազարյանը։ Մեծ ուժերով մարտակերպի վրա էին նստել ադրբեջանցիները ու մենք ամեն գիշեր փաստորեն ապլիկայշն մանևր կոչվածն էին կանում, մտնում էինք գյուլակլո, ուժեր էինք այդ քաշումներ վրա։ Այսօր ոնց է սահմանում կանգնած, տենց էլ մենք այն ժամանակ էինք կանգնած։ Այդ ամեն ինչի մեջ ինքը անհատ է։ Ինքը չի արել, որ հետո ասի արել եմ։ Մարտական ընկերներ կորցնելուց էշի պես զռում էի արցունքներով առանց ամաչելու, որովհետև տղամարդը արցունքներից չպետք է ամաչի։ Այդ թուլության նշան չի, դա ուժեղության нишан. Искусство бойца, расчетливая храбрость, скромность, душевность и дружелюбие сделало Арига всеобщим любимцем. А в минуты отдыха он становился собой, музыкантом и интеллектуалом. Своим словом и песней он умел поддержать боевой дух товарищей. Միշտ ընկերներին տենում էր մեկը նեղվածական ինչ-որ մի բան սենց մոտիկան հարցնի, ինչ-որ մի բանով օգնի։ Նույնիսկ ասենք մարտի դաշտում երաշտական ա եղել ինքը, էլի։ 1992 թվականի հուլիսին ջոկատն ուղարկվեց Հայաստան վերակազմավորման։ Ղարաբաղում արդեն ստեղծվում էր իսկական կանոնավոր բանակ։ Արեգը երբեք իրեն զինվորական մարդ չէր զգում։ Նրա համար գործն արդեն արված էր։ Արցախն արդեն բանակ ուներ, եւ այն գնում էր դեպի հաղթանակ տանող ճանապարհով։ Ես երբեք ինչ չէի կապում ռազմական կարիերայի հետ։ Դրա համար կամավորական բառը տարբերվում է զինվորական բառից։ Երբ որ կամավորականների ժամանակը վերջացավ, ավարտվեց եւ սկսվեց ռեգուլար բանակի դարաշրջանը, ես ուղղակի վերադարձա։ Война уже отняла жизнь у многих молодых армян, чей талант был так нужен для строительства независимой Армении. Музыкантов, поэтов, художников надо было беречь для будущего страны. Арига оставили в Ереване. Он стал вновь писать музыку, записывать песни, снимать фильмы.
он вернулся к своему призванию. Ինքը կարող է չերևա, բայց ինքը անընդհատ աշխատում է։ Սնում է այն առողջ արմատներից է, որ սնում է հիմնական ծառը։ Վերադարձա հիմնականում երաժշտական բնագավառ, հիմնականում հնչյունային ռեժիսոր, երաժշտական ձևավորող, ռադիո պետկոմիտեում, երաժիշտ ոստան հայացի։ Դեռևս 80-ականների սկզբներին Արեգը ծանոթացել էր Այաս ծովային հետազոտությունների ակումբի նախագահ Կարեն Բալայանի հետ։ Նրանք երկուսն էլ հայ ծովագնացության հիմ պատմության գիտակներ էին։ Արդեն այն ժամանակ միասին հասունացնում էին հայկական դրոշի ներքո Արագաստանավով ծովերով նավարկելու միտքը։ Ինքը մտավ մեր խմբի մեջ եւ մասնակցեց Կիլիկիայի ստեղծմանը հենց սկզբից զորից եւ հետո նավարկությանը հետեւաբար Նոյի նման, նոյան տապանի կառուցման նման մի բան։ Կիլիկիայի կառուցումը այդպիսի բանը 13 տարի այդ նավը կառուցում էր։ Իր ազգի պատիվը եւ պատմությունը մնացած աշխարհին ապացուցելու համար 13 տարի նավ կառուցել։ Արեգն ակտիվորեն օգնում էր Կարեն Բալայանին կառուցել Կիլիկիան։ Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակների առևտրային նավի ճիշտ կրկնօրինակը։ Եվ երբ 2004 թվականին Կիլիկիան ուղևորվեց հաղթական նավարկության Եվրոպայի շուրջը, նավապետի օգնականը Արեգ Նազարյանն էր։ Իհարկե ոչ թե չեմ փոշմանում, այլ ուրախ եմ, որ ինքը մեր հետ էր եւ մինչեւ հիմա մեր հետ է։ Դա նաև ազատատենչության արգասիկ է, որտեվ ծովում մաքսիմալ ազատությունն է։ Դու ես նմանավանդ գիշերը, դու ես ու չգիտեմ, Աստված։ Երբ որ Արեգը նստեց Կիլիկյան նավը, ես ապշեցի, զարմացա, որ այս մարդու մեջ օրգանական էներգիան այնքան շատ է, որ չի վերջանա։ 3 տարի իրար կողք ենք եղել, այն ամենաէքստրեմալ вичակի մեջ թիկունքիդ մարդ կա, ուժ կա թիկունքիդ, որ վստահաբար առաջ ես գնում իր հետ, այդ միանշանակ տենց է։ Через 10 лет после окончания Карабахской войны Арег вновь был на передовой. Теперь он сражался со стихией моря. Сражался во славу Родины, поражая мир мужеством и мастерством армянских моряков. Պատերազմի ռումբի պայթյունը մի ալիք է, ծովի ալիքը մեկ այլ ալիք, այսինքն դրանից էլ չվախեցա։ Ես կարծում եմ, որ ես եւս մեկ անգամ ռազմաճակատ գնացել եմ Կիլիկյան նավով։ Իսկ համարում եմ հրաշք, որտեղ ավելի մեծ հայրենասարական ակտ հնարավոր չէ իրագործել։ Գրածում եք համ կապը մեր նախնիների հետ փառավոր եւ միաժամանակ մեր հաստատումը աշխարհում։ Սա ունիկալ նավարկություն էր իրականում, որտեղ ոչ մի նավ Եվրոպայի շուրջ չէր նավարկել։ Կիլիկիան նավարկեց։ Արեգ Նազարյանը որպես ազատամարտիկ արժանացել է զինվորական բարձր պարգևի, արիության համար մեդալի, որպես նավաստի ծովակալ Իսակովի մեդալի եւ որպես ժողովրդի զավակ մայրական երախտագիտություն մեդալի։ Նա հիմա էլ շարունակում է ծառայել իր ժողովրդին, իր երկրին։ Նա ստեղծագործում է եւ օգնում երիտասարդ երաժիշտներին ստեղծագործել։ Արեգը թողեց տեղ ամեն ինչ, տուն տեղ բան, գնաց Սարսանգի մոտ գրադարան էր սարքում, դպրոց էր սարքում։ Հայ ռազմիկի տեսքը ես կուզեի, որ լիներ այդպիսին գաղափարակիր։ Այսինքն ինքը միջև օրս էլ համարում ազգի զինվոր։ Ես շատ ուրախ կլինեմ, որ մեր գալիք սերունդների մեջ նման տիպի մարդիկ ինչքան հնարավոր է շատ լինեն։ Պետությունը կառուցված է աղյուսներից ու այդ աղյուսները նույն մարդիկ են, ազատամարտիկներ, զինվորներ, որոնք որ պաշտպանում են։ Պատը պետությունը մեր ապագան ամուր կլինի կառուցված։ Եթե աղյուսները այդ պատերը կառուցված լինեն այդպիսի աղյուսներից։ Պատերազմի ժամանակ մեկ այլ բան է։ Պատերազմից հետո նույնը մնալը լավ ուրիշ բան է։ Արեգը նույնը մնացած զինվորներից է հայ։ Նույնը մնացած հայ մարդկանց, նույնը մնացած ընկերից է, նույնը մնացած հայր է։ Շատ դժվար բան է նույնը մնալ, չփոխվել, չշահագրգռվել ինչ-որ բանից, չկարճել ինչ-որ մի բանից, մնալ տղամարդ։ Арег Назарян – музыкант и человек искусства. Сегодня он продолжает строить то величественное здание армянской истории и культуры, которое строили многие поколения его предков. Но когда позвала Родина, Арег взял в руки оружие и сражался за нее, не жалея себя.
И сегодня он по-прежнему готов отдать Родине свою жизнь. И поэтому он герой.